Երբ որ առաջի անգամ խանութում առաջարկեցին, որ պետքա լինի խաղարկություն, կտրոնները կպահեք, ասեցի ես պետքա բալանիները բերեմ ու բերեցի։ Երբ որ նշանակվեց օրը եւ վայրը, որոշեցի, որ պետք է գնամ, բայց ամուսինս շատ չէր համաձայն, չեմ ասել, որ կարող են կտրոնները տանել մոտակա սուպերմարկետ, որպեսզի կարողանանք գնալ, թաքցրել եմ այդ կան։ Երբ լսեցի իմ անունը, այդ պահին չհավատացի, բայց կամած քայլերով երբ առաջ գնացի, նորից կանչեցին, այդ պահին արդեն շոկ էր։ Ավետիքյան Մարինե! Այդ ժամանակ որ հայտարարեցին իմ կնոջ անունը, որ մենք ենք շայլ բնակարանը, ինչ զգացողություն եղավ, ես չէի հավատում, որ ես եմ այդտեղ կանգնած ու մեր ընտանիքի անունն է այդտեղ բարձրախոսով ուզում էի կողքից նայեմ, իսկապես ես եմ, թե չէի հավատում, որ ես եմ այնտեղ ու տենց մեր անունն են ասում, շատ անսպասելի էր։ Ծաղկաձորում մարդիկ ժողովուրդը լցնում են տոպրակներով, ցելոֆաններով են լցնում այդ մեծ արկղի մեջ կտրոնները, իսկ մենք ունեինք ընդամենը 3 կտրոն եւ դրանցից ամենաթանկանոց կտրոնը մեր ստացվեց սա, այս կտրոնը, որը փոխեց մեր կյանքը յովին։ Շայլով բնակարան մենք խնայեցինք մեր կյանքից մոտ 20-30 տարի։ Այդ տարիները մենք 20-30 տարիները մենք կնվիրենք մեր երեխաներին, մեր ընտանիքին։ Ուզում եմ գնամ Երևան ու այնտեղ լավ սովորեմ ու ապրեմ այնտեղ։ Եթե մասնակցում եք, հավատացեք, կարող է հաջորդ հաջողակը լինեք հենց դուք։